Արա Լևոն, լսի ես քեզ նստի տեղդ ու լսի ինչ եմ ասում։ Ուրեմն լսի։ Ժողովուրդը ինչ է ասում ժողովուրդը երկրորդ նախագահ հանգստացի մի հատ։ Ներտեղ դուրս արի ստեղից էլ։ Էս ինչ ձևը, էս ինչ լկտիությունն է։ Հանգստացեք մի հատ։ Լրություն հարգելի գործընկերներ, լրություն դա ալիչում։ Ուրեմն ասում եք թե մարդիկ ինչ են ասում, ասեմ թե մարդիկ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի մասին, մարդիկ ասում են հայրը թուրք է, բայց մենք երբեք տեսբանստեղից չենք ասում, տեսբանստեղից, բայց ասում են որ հայրը թուրք է, անունն էլ են ասում են անհայրենիք դավաճան են դրանք, Արցախը լքել են, պատերազմական վիճակում Արցախը թողել են ընտանիքով, թողե գնացել են, մի կոպեկ ոչ Ղարաբաղի, ոչ Ղարաբաղցու համար ոչինչ չեն արել, ասում են դրանք անհայրենիք դավաճաններ են, բայց մենք տեսբան չենք ասում ստեղից, պահպանում ենք կոռեկտության սահմանները, հա, տեղդ նստի ու մի խոսի, ես քո խոսալու ժամանակ ստեղից բան է ասում, հիմի կհանեմ կշպրտեմ դուրս դա ալիճից, որովհետև դու խանգարում ես իմ ելույթը Լևոն, հանգիստ նստի տեղդ, մատդ էլ իջացրու, հանգիստ, քո խոսքի ինձ հաճելի չէր, բայց ես նստի տեղդ, լսի դու ստեղից խոսացողին չես կար անդհատես, տեղդ նստի, հանգիստ պահո եղող, հանգիստ, ուրեմ հանգիստ, սիրելի հանգստացեք մի հատ հանգստացեք, Նարեկ ջան հանգիստ, Պարոն Եղոյան ձեր տեղը նստեք, Գառնիկ Դանելյան ձեր տեղը նստեք, Լևոն Քոչարյան դուրս եկեք դահլիճից, Հավանիր տեսանյութը և բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։